Պարոն Բադիկյան, ձեր թույլտվությամբ շատ կարճ մի հարցադրում, դուք ցանկություն եք հայտնել գնալ նշանակվել մի կոմիտեի նախագահ, որի նախկին ղեկավարին առանց պատճառաբանության մի գիշերվա մեջ SMS-ով հաջողություն մաղթեցին։ Մտավախություն չունեք, որ նույն ճակատագրի նաև դուք կան ժամանակ։ Իմ կարծիքով ես մտածում եմ, որ ավելի հետաքրքիր հարցեր Կարաջանային այս հարցազրույցի ժամանակ, բայց այդ հարցին չեմ ուզում մեկնաբան պատասխանել։ Բայց դա որ հանգամանք չէ, որ Պարոն Բադիկյան, մի SMS-ով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ պաշտոնը թողեց։ Այսինքն կա նման պրակտիկա։ Նման պրակտիկայի դեպքում դուք ինչպես կվարվեք։ Ձեր հարցադրումը եթե իրավական բնույթի լիներ, ես կմեկնաբանեի, բայց դուք սուբյեկտիվ Բայց եթե դուք նման իրավիճակում հայտնվեք, պրոֆեսիոնալ ըստ էության որպես իրավաբան, ո՞նց եք գնահատում, երբ որ ուժային կառույցի ղեկավարին SMS-ով ասում են շնորհակալություն, ցտեսություն։ Ես այդ հարցը գնահատում եմ պրովոկացիոն ու չեմ ուզում պատասխանել։ Բայց պարոն Բադիկյան, եթե դուք հենց նման հենց ինչպես կվարվեք։ Դուք ստացել եք, ասենք, նման հենց հանձնարարական ինչպես կվարվեք, կնդվզեք, թե… Գիտեք ինչ, պետական կառավարման համակարգը այնքան բարդ համակարգ է, այնքան տարբեր տեսակի հարցեր են լինում, որ դրանք երբեմն հանրային քննարկման դաշտում չեն կարող լինել։ Դրա համար նորից եմ կրկնում, որպես նախկինում պաշտոն զբաղեցրած անձ եւ այս պաշտոնին համակցած անձ, այդ հարցին չեմ պատասխանել։